Ես կաթողիկոս հրավեր լինելու Անջանիկ նիստին մասնակցել Իմ մասնակցությամբ ում նկատի ունեք կաթողիկոս ասելով։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում։ Ոչ տեղյակ չեմ։ Այո։ Պարոն Փաշինյանի գերատեսչությունների ղեկավարները վերանշանակվելու են, օրինակ Արփինե Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, մասնավորապես վերջին շրջանում դուք իր աշխատանքից գոհ եք, ոչ մարտական պայմաններում 8-րդ զոհներ։ Այո, վերանշանակվելու են եւ կարծում եմ, որ այդ թվում զորահանդես Հայաստանի Հանրապետությունում մայիսի 28-ին տեղի է ունեցել։ Բայց բանակում խաղաղ պայմաններում Ցավոք սրտի, գիտեք, Ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև ես էլի առիթ ունեցել եմ ասելու, բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ը ստեղծվում է ծագումնաբանությունը բանակի հետ չի։ Այսինքն Գիտեք, սպայական կազմը իր մեղավորությունը ունի, բայց էլի եմ ասում, ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի, բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Եվ դա իհարկե խնդրեմ է, որը պետք է լուծենք, բայց ցավոք սրտի այդ նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդրեմը շարունակում է ներկա մնալ։ Չէ, այդ նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովորենք այդ խնդիրների հետ առնչվող։ Դուք էլի հաստատել եք, ուրիշ ով որ հարց։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Վաղն եմ ես բրիֆինգ ունենալու, դուք էլ ընդեղ եք լինել։ Ընդդիմադիրները մեծ խոսում էին, ոմանք նույնիսկ